Բարի ուշ երեկո աղջիկներս, մեր մոտ գիշերվա ժամը արդեն 11:30 է, երեխաներիս քնացրել եմ, հիմա գնում ենք մաքրություն անելու, այնպես որ դուք եք քնացնում եք ձեր երեխաներին և իմ հետ անցնում եք գործի։ Ճիշտ է, օրը շատ ծանրաբեռնված ա եղել, շատ հոգնած եմ, բայց ամեն դեպքում մինչև այս գործս չվերջացնեմ, հանգստանալ չկա։ Այնպես որ բոլորը քնած են, ինչպես տեսնում եք, ոչ մի գրամ ձայն չի գալիս։ Ինչ ենք անում, մի հատ թեյ ենք խմում, որպեսզի ուշ հավաքենք, թարմանանք ու անցնենք գործ անելու։ Այստեղ աղջիկներս չէ շատ մեծ կլինի, ես բաժակով որ խմեմ։ Այստեղ Աննան թեյ է պատրաստել, գիտեք ինչու, մեխակի սերմերով։ Ինչ էր, անուշ շոտ է կարել, մի խոսքով եմ, որ ընկույզի մուրապայի մեջ գցում են և այլն։ Սենց էլ է համով, առանց շաքարավազի, բայց մի փոքր կավելացնեմ շաքարավազ, որպեսզի առօրյա գործ անենք։ Երեկ ասեցի, ծնողական ժողովից եկա, ասեցի, որ պետք է գիշերը գործ անեմ, ու այդպես չստացվեց, աղջիկս շատ ուշ քնեց, ես էլ հոգնած էի, ճիշտ է հիմա էլ եմ հոգնած, բայց մի տեսակ քունս չի տանում, սենց մարտական եմ տրամադրված, պետք է այդ գործ անեմ վերջացնեմ։ Հիմնականում, որ իմ ուղղաղ ինչ-որ գործ մտնում, մինչև ես չանեմ այդ գործը, հանգստանալ չկա, չեմ հանգստանում, ես այդ ձև եմ, լագրեք տեսնեմ, դուք ել եք ատենց թե չեմ։ Լավ եկեք թեյս խմեմ, նոր անցնենք գործը։ Նախ հոլը պատրաստեմ, այս ինչ անհրաժեշտ։ Այս շորն է, որ լավ մսում ես, փայլացնում ես։ Քանի որ մեր առաստաղ այսպես իրեր նման սլուդիչ չի, պետք է շատ զգուշորեն աշխատեմ հետը, որ հանկարծ չվնասեմ, հանկարծ չպոկվի։ Փոքր ամանների հեղուկ ենք լցնում, որպեսզի ամբողջ այդ հյուրասենյակը անուշ բուրի, իմ ամանների հեղուկը լիմոնից է, փրփուրներ եկավ, թարմության հոտ կա, այսպես կարելի ասել, թարմացնում եք, թեյը խմենք ու անցնենք գործի։ Խոհանոցում բավականին գործ ունեմ անելու, մաքրության հետ կապված, ամենպես կահույքը պետք է լավ լվանանք, աղջիկներս գրել են Աննա ջան, եթե մաքրություն կանես քո այդ ապարատով, ցույց կտաս, որ մեկի ինչի համար է, այնպես որ ցույց կտամ, հանկարծ չմտածեք գովազդ եմ անում, չգիտեմ ինչ եմ անում, փորձում եմ 1-2 անգամ կադրերում ցույց տամ, այդ ապարատով գործ եմ անում, որպեսզի չմտածեք գովազդ եմ անում։ Հիմնականում շատ են գրում, եթե հիմա գովազդ է, թե իրականությունը լավն է, թե վատն է, ինչքան օգտագործել եմ, լավն է, աղջիկ ջան։ Բայց ցույց կտամ նասակեքը, ես որը ինչի համար եմ օգտագործում, որ դուք հանկարծ չմիացնեք ու ձեր կահույքը չփչացնեք։ Այնտեղ գրված էլ է, կարծեմ, ինչ-ինչի համար, բայց ես գրվածին չեմ նայել, այսպես իմ մտածելակերպով, որ վնաս չի տա, օգտագործել ու վնաս չի տվել։ Շատ համով է այս մեխակի սերմերը, ոնց որ ընկույզի մուրաբայի այդ սոկը խմես, կարծեմ առողջարարել է։ Անեն ցավես է, որ ծերենցուն չկա, ոչ մեկը չեն խոսում, երեխեքը չեն ճվում, մամ, որ մամը չեն կան, մամ են ճվում, ասում եմ, երիքը արդեն անունս մոռացել եմ, որ Աննա է, մամ եք ճվում։ Քնած եմ, ես էլ ինձ համար վայելում եմ ես լռությունը, դուք էլ ինձ հետ վայելեք։ Այդպես աղջիկ ջան,
իսկական մարդը գիշերը պետքա չքնի, պետքա արթուն մնա, որ տեսնի գիշերը ինչ հանգիստ է, ինչ լոռային սիրուն է, ինչ խաղաղ։ Ես հանգստություն սիրող ազնվորություն եմ, խաղաղություն, ակտիվ կյանքներ եմ սիրում ճիշտ է, բայց շատ այդպես ձայներից փախնում եմ էլի, ես սիրում եմ հանգիստ, եմ որ անտառի մոտիկ, փոքրիկ տնագում, տանը պեչկը վառին, տան ճտուն կրակը որ կա, լուսավորի տունը, դու էլ քո համար հանգիստ թեյ վայելես։ Այդպես միշտ երազել եմ, ու այսօր երազանքս իրականություն է դառել։ Ճիշտ անտառին մոտիկ չենք, բայց մեր տունը նենց, սենց մի տեսակ, չգիտեմ, ինչ-որ քաշող հատկություն ունի, սենց ծառներով շրջապատված, ձյուն այսօր եկել էր, սենց մի հատ դրախտավայր, այդ մեր հողամասը, նենց սիրուն էր, չեք պատկերացնի, որ իրոք քեզ զգում ես հեքիաթի մեջ, այս ամբողջը պետքա ծառապատված լինի, այս մեր հողամասը, որ իսկապես քեզ դրախտում զգաս։ Այդպես աղջիկիկ ջան, թեյս վայելեմ ու գնանք գործ անենք։ Ինձ թվում է մի 15-20 րոպեմ կվերջացնեմ, քանի որ ես ինքս արագաշարժ եմ, ես դանդաղ սենց մզիկ գործեր չեմ անում, 15-20 րոպեմ կվերջացնեմ ու այդտեղ կմնա միայն լվանամ վարագույրները։ Ու մտածում եմ, արդյոք հիմա փոխեմ վարագույրները, թե մյուս տարի փոխեմ։ Ուզում եմ զակաս տամ, բայց չգիտեմ հյուրասենյակը կմնա այդտեղ, թե կտեղափոխվի, դրա համար չգիտեմ զակաս տամ, թե չտամ, քանի մետր զակաս տամ, պատվիրեմ, այսպես ծանրու թեթև եմ անում, թե մեզ մեկով կդիմավորեմ, այդ մեկով արդեն նորը կպատվիրեմ, չգիտեմ, մտածում եմ, հələ գրեք տեսնեմ, ինչ եք առել այս տարի, հասրեցիք ձեր երազանքների գոնե մի մասը իրականացնել, թե ոչ։ Իմ մոտ կարելի ասել երազանքներ չեմ ունեցել այս տարվա հետ կապված։ Երազանքս միայն ինձ թվում է բոլորինս հա տենց խաղաղություն, առողջություն լինի, հատկապես որ սենց իրավիճակներում ենք ապրում, հա, մտածելով ինչ կլինի մի քանի րոպե հետո, կլինենք թե չենք լինի։ Դրա համար տենց ձգտումներ չեմ ունեցել այս տարվա հետ կապված, 2025 թվականից բավականին գոհ եմ, որ շնորհակալ եմ Փառք Աստծո, Փառք Տիրոջը, որ այսպես հարթ անցկացրեցինք, դեռ չենք անցկացրել, բայց մինչև վերջ ինձ թվում է կանցկացնենք։ Մի քանի դուռի առջև բացվել է, այդպես, էլ ինչ էի ուզում ասեմ։ Կարևորը շարու փորձանքից հեռու անցկացրեցինք, Փառք Տիրոջը։ Այդպես աղջիկիկ ջան, արդեն 10 րոպե է հանգստանում, ոնց որ լուսը նոր բացվի ինձ համար։ Այսօր ամբողջ օրը պետք է ինձ տեսնեք։ Ասում են Աննա ջան, ո՞վ ես նկարում, ինչը քեզ չես նկարում։ Նկարում եմ։ Մեկ վլոգը նայում եք, մյուսը չեք նայում, մի ալիքում կաք, այլ մյուս ալիքում չկաք։ Ես է փորձում եմ երկու ալիքում եմ միշտ ակտիվ լինեմ, քանի որ սկսել եմ, վերադարձել եմ մեկնաբանություններին բոլորին պատասխանում եմ, և ես փոքր ալիքս էլ Փառք Տիրոջը լավ էսպես առաջ է գնում, չեմ ուզում էլի սենց տեմպնգնի, ուզում եմ, որ երկու ալիքս էլ ակտիվ լինի, ինչպես տեսնում եք կանոնակարգվել է, մի օր մյուս ալիքում են, մի օր են մյուս ալիքում, ամեն օր երկու ալիքում է տեսահոլովակ չկա, մի օր են մեկում ենք, մի օր են մեկում ենք, այնպես որ շարունակություն եկեք են մյուս ալիքում տեսեք սերիալի։ Այսօր մամայից հետ եմ խոսում, ասում եմ մամ կպատկերացնեի, որ աղջիկը տելևիզորներում կա հայտնվեր, ասում է չէ, ասում ես մեծ աշխարհում չգնանք կորենք գոնե,
մեզ ճանաչող լինի, ասում չէի պատկերացնի, որ դու էկրաններին կհայտնվես, տանը նստած ես իր հետ խոսում եմ, ինձ տելևիզորով աննայում։ Ացնում եմ գործի աղջիկներս, այստեղ սենց չուրասնող մաքուր խոնով կտորներ կան։ Աղջիկներս իրականում հեռվից ոչինչ չի երևում, հետքերը այդպես, բայց այն հատվածը արդեն ամբողջը սրբել եմ, են մեկ-երկու քառակուսիներ, երրորդն եմ վերջացնում, տարբերությունը պարզ երևում է, հիմա մոտիկից ցույց կտամ, համ մաքրածը, համ չմաքրածը։ Սպիտակները մաքրածն է, իսկ այստեղ արդեն չմաքրածը։ Այստեղ այս հատվածները նայեք, ակուրատնի այլև շատ նուրբ է, կարող է և պոկվի, դրա համար մի ձեռով բռնում եմ, մյուս ձեռով գործամ։ Դե ինչ, կմիանանք մաքրելուց հետո։ Ուր աղջիկներս, լուստրից այն կողմ եմ, միջև այստեղ եմ մաքրել, միջև լուստրը, այն կողմը ամբողջը փայլում է, պսպղում է, խնդրեմ։ Հիմա մնացել է այս 1, 2, 3, 4 մասն մաքրեմ և վերջ։ Հետ էլ կմաքրեմ, նոր հանգիստ կգնամ, կքնեմ։ Կարևորը սկսելն է, թե որտեղ կվերջացնես, էլ արդեն դա էական չի։ Այնպես որ հենց այս պահին
Արթնացեք, իմ հետ գործ արեք, ժամը արդեն 12:30 է։ Վերջ աղջիկներս, վերջացրեցի մաքրությունը և ամբողջ առաստաղը արդեն փայլում է։ Հիմա հանգիստ խղճով կարամ գնամ պարկեմ ու գնամ։ Ձեզ բոլորիդ բարի գիշեր, ապրեք, որ մնացիք ինձ հետ, վաղներ լուստերը կմաքրեմ և վերջը։ Ու արդեն վարագույրները կհանեմ։ Ես էլ ձեզ մոտիվացիա, որպեսզի գիշերով հումոր կանեք, որովհետև միայն գիշերն է հարմար։ Նկարներ սրբեցի, տղայիս և իմ ձեռքի աշխատանքը, նայեք, աստղիկի սողարկասնը, այսպես սիրուն, ամբողջը մաքրվեց, փառք Տիրոջը, գնացի սիրուններս, պաչիկներ եմ անում, առավոտյան կհանդիպենք սուրճով։ Բարի առավոտ աղջիկներս, վլոգը շարունակվում է, ասեցի մի հատ այսպես լույս աշխով ցույց տամ, ինչ սիրուն է մաքրվել, սպիտակ փայլուն, լուստերը առավոտ շուտ եմ մաքրել իդեպ, եթե նկատեցիք, ամբողջ այսպես պսպղում է։ Հիմա մնում է վարագույրները հանեմ, լուսամուտները ամբողջովին լվացված են, պարերը նույնպես, վարագույրները պետք է հանեմ և վերջ։ Կարելի ասել մեծ գործից արդեն վերջացրել եմ, էլ տենց մեծ մաքրություն չունեմ անելու, ամենամեծ մաքրությունը մնացել է խոհանոցը, էդ էլ մինչև ամբողջ խոհանոցը, այդ տոլմա, մոլմա, այդ բլինչիկ, տենց չվերջացնեմ, բնականաբար ոչինչ չեմ անելու, որովհետև մաքրելուց հետո էլի նույն յուղն է նստելու։ Հիմա ինչ ենք անում, պատրաստվում ենք խանութ գնալ, նկատել եմ մազերս բավականին երկարել է, նույնիսկ արդեն շերտեր եկել է, հավասարվել է տակի հատվածի կտրածին։ Հիմա չգիտեմ, ուզում եմ թարմացնեմ, բայց համ ափսոսում եմ, համ էլ մտածում եմ, որ մի հատ այսպես թեթև թարմությունը անհրաժեշտ, չորքես են անգամ կտրեցի, բայց այստեղ ձեռք չեմ տվել։ Ինչևից է, հիմա գնում ենք խանութ, տղայիս պլաստիկն եմ խոսք տվել, գնեմ գամ, սկեսուրս թանովապուր ազում պատրաստի, կեֆիր պետք է առնեմ, թթվասեր, սկեսրայրս շատ ասիրում թանովապուր և քանի որ եկել է արդեն, սկեսուրս էլ տեսակ ուտեստներ է պատրաստում, 3 քրճիկ էր պատրաստել թթու կաղամբով, շատ համով էր ստացվել, մի մեծ այսպես կացան, վերջացել, հիմա պետք է այսօր թանովապուր պատրաստի, ես էլ մտածում եմ երեխաների համար ինչ-որ համեղություն թխեմ, ոչ միայն երեխաների, նաև մեզ համար, կամ համբյուր կթխեմ, կամ սնիկերս, կամ նուտելա, տեսնենք, որ մեկն եմ այսպես, սրտիս ավելի մոտիկ ընդունում այսօր ու թխում։ Այդպես հիմա գնանք խանութ գանք աղջիկներս, գնացինք գնումների։ Նայեք, ինչ սիրուն եղանակ է։ Նայեք, գեղեցկություն, գնացինք։ Չի լինում, Էլինա, եղավ։ Դե լվա իմ ողջիկ։ Ջուրը բաց է։ Հենց անուշ եղանակ, ահոյ, սառույց ա կտրել մոմո ջան։ Ինչ է լավ տակ, հա։ Ակացրել ես։ Գնացինք սիրուններս։ Այ, ցուրտ է, բայց մարոզ է։ Ինչ է։ Հա։ Լսա ռուսներին նայեք, աղջիկներս, ով է փոքր ժամանակ կերել։ Դպրոց գնալուց մենք այնքան շատ ենք կերել, սա ռուսներ։ Չես կերել։ Կերել ես։ Կրկրտացնում ենք։ Դե ես դպրոց գնալուց եմ շատ կերել։ Սիրուն կախված էր, պոկում էինք ուտեմ։ Գնացինք աղջիկներս, պիտյորոջկայում ենք հիմա գտնվում, լծաղիկներին նայեք ինչ սիրուն ովոյ, վարդերին։
Նոր ծաղիկներ են բերել։ Մի հատ լիմոն վերցնեմ։ Մի հատ լավ լիմոն։ Լավ լիմոն։ Լավ։ Հա, լավ։ Անդոմ ես նայա։ Անդոմ ես նայա։ Չէ, այսի։ Չէ, այսի։ Որ այս վրայի շերտը հաս չլինի։ Իսաղին էլ հաստան է չէ որ հաս չանա ջա։ Էս ինչա։ Այսի լավն է ոնց որ։ Քիչ։ Հազի մրսածության խնձորը։ 150 Բայց իրանք այդ ցենն է 3 հատն է 4 հատը 119 ռուբլի։ Կարելի է Ահա 40 Համեմ Գյորգի։ Հա? Էս ինչա։ Դե դուրս բանան է։ Էլի բանա սալատները, ասում ինչա, համեմ ապետ։ Ամեն կավանդե անի։ Մտած։ Հələ նայկա։ Իսկ չէ անում։ Չէ, այդ պետրուշկա։ Հա, վերցրու։ Վերցրու։ Նայ, որ մեկը որ լավն է, դա վերցրու։ Эти темные товары с яркой звездочкой могут преобразить его, добавив ему изысканности и глубины вкуса. Аромат напоминает спелые сливы и идеально сочетается с сырами и благовониями. Երկու հատ կեֆիր։ Сорте больше природной сладости и меньше кислоты, чем у обычных помидоров. Չկա կեֆիր։ Удовольствие. Հա ոչինչ, վերցրու երկու հատ։ Ինչ անենք, չկա այն մեկերից։ В пятерочке. Длинную скидку на оба товара. Выгодных сочетаний более 200. Точно найдете что-то для себя. Скидка действует и в магазине, и при заказе доставки, и применяется автоматически. Все подробности в мобильном приложении «Пятерочка». Так, մի հատ պեսոկ վերցնեմ։ Теперь в списке вы можете найти те товары, которые нравятся именно вам. Для вас. Выбирайте любимые категории ежемесячно в мобильном приложении «Пятерочка» и получайте кэшбэк баллами до 20% с карты X5 Клуба. Выгода еще никогда не была такой вкусной. Подробности в мобильном приложении «Пятерочка». Приглашаем курьеров.